Տիկին Մելոյան, դուք եւ ձեր թիմակիցները վերջին օրերին հաճախ հայտարարում եք, որ եթե այս իշխանությունը վերընտրվի, 300,000 ադրբեջանցիներ վերաբնակեցվելու են Հայաստանում։ Նախ, այս պնդումը որտեղից, դուք իհարկե հեղում եք անում Ալիևի վերջին շրջանում արված հայտարարություններին, բայց չեք կարծում, որ սա իրենց ներքին լսարանի համար արված հայտարարություններ են եւ երկրորդ, ինչպես եք պատկերացնում, որ ադրբեջանցին գա եւ օրինակ մեր կողքին փորձի ապրի։ Մենք մեր հանրությանը իրազեկում ենք, ու դա փաստ է, ու դա նոր ծնված փաստ չէ, ցավոք սրտի, բազմաթիվ մարդիկ կան, ովքեր չգիտեն, այո, արևմտյան Ադրբեջանի վերականգման Ալիևյան օրակարգը, որը ոչ միայն հնչեցնում է նա ու բնավ ոչ միայն իր ներքին լսարանի համար է, Ադրբեջանում ունեն ընդունած կառավարության որոշում, իրավական մակարդակով իրենք այս գործընթացը կյանքի են կոչում, արևմտյան Ադրբեջանը իրենց տրամաբանությամբ, այդ թվում Երևանն է, այն օրը, երբ իրենք Արցախի վրա հարձակվեցին սեպտեմբերի 19-ին, այդ օրը իրենց խորհրդարանում Մեջլիսում լսումներ էին արևմտյան Ադրբեջանի վերականգման օրակարգով, Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իրենք ունեն 300,000 ադրբեջանցի գաղթական ու իրենք մշտապես այս գիծը տարել են, այս տասնամյակների։ Հնարավոր դարձավ ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում։ Որտեղ են ապրելու ադրբեջանցիները։ Հայաստանում տուն չունեն։ Այս սա լրջագույն խնդիրն է։ Բանակցում են, ասեմ ավելին, ոչ միայն արևմտյան ադրբեջանցիների, արևմտյան Ադրբեջանի վերականգման օրակարգում ադրբեջանցիների բնակեցման խնդիր է քննարկվում, այլև նրանց երաշխիքներ են քննարկվում, օրինակ, այդ 300,000 ադրբեջանցիների բնակեցման արդյունքում նրանց իրավունքները ու երաշխիքները պետք է Հայաստանում ադրբեջանական ոստիկանությունը վերահսկի։ Սա մի ամբողջական փաթեթ է, ու հիմա մեր հարցը ուղղում ենք քաղաքացուն։ Հայ մարդը պետք է որոշի, որն է նախընտրելի 300,000 ադրբեջանցի Նիկոլ Փաշինյան վարչապետով, ով վերջերս տալիս է ուլտիմատում, կամ Նիկոլ Փաշինյան կլինի կամ Հայաստան չի լինի, թե Սամվել Կարապետյան վարչապետ, ով 300,000 ադրբեջանցու փոխարեն ստեղծելու է 300,000 աշխատատեղ մեզ հայերիս համար եւ ում հիմնական ուղերձը, նպատակը, օրակարգը մեր Հայաստանի Հանրապետության հիմքերի ամրապնդումն է, որովհետև մեր բանաձևով, մեր տեսլականով Հայաստանը հավերժական է։